Մենք շարունակում ենք թերթել մեր ազգային ազատագրական պայքարի պատմության էջերը։ Այսօր ձեզ հետ միասին կթերթենք 26-րդ էջը։ Բարև ձեզ։ «93-ի փետրվարին մենք բարեբախտաբար քիչ նկարահանումներ չկատարեցինք, որոնք դուք դիտեցիք մեր նախորդ 3 հաղորդումների ժամանակ։ Այդ նույն ամսվա կեսերին մենք եղանք նաև Դաշտային հոսպիտալում, որը տեղակայված էր Ցեխ-Ծոր կոչվող տեղանքում։ Բժիշկների և բուժքույրերի կատարած անձնուրաց աշխատանքի մասին մենք կպատմենք մեր առաջիկա հաղորդումներից մեկում։ Իսկ այսօր ուզում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել մի տեսանյութ, որը պատմում է բժիշկ Արցախ Բունյացյանի մասին։ Բժիշկ Բունյացյանի համար հայրենիքը ինչ-որ մի տեղից չի սկսվում և ինչ-որ տեղ ավարտվում։ Նրա համար հայրենիքը ամբողջական է ու հավերժական։ Մասիսն ու մռով սարը, Սուրբ Էջմիածնի մայրտաճարն ու գանձասարը հավասարապես պաշտելի ու անկրկնելի։ Մենք վաղուց ծանոթներ ենք։ Երևանում ուսանելու տարիներին մի քանի անգամ առիթ եմ ունեցել հանդիպելու նրա հետ։ Թեև ընտանիքով ապրում էր Աբովյանում ու հիմա էլ ապրում է, ուշն ու միտքը այստեղ էր, հայրենի Արցախում, և երբ եկավ պահը, նա չէր կարող հանգիստ նստել տանը։ Որքան ինձ հայտնի է ձեր իսկական անունը, ինչպես ձեզ կնքել են, Դալտոն է, իսկ հիմա դուք Արցախ եք, պատմեցեք այդ պատմությունը, խնդրեմ։ Շարժման օրերին Աբովյանը մեծ դեր էր կատարում այս շարժման մեջ, և կար Ղարաբաղյան կոմիտե, որի անդամներից մեկը ես էի։ Եվ օրերից մի օր, երբ արդեն մեծ հավաք էր Աբովյանում, ժողովրդի պահանջով, որովհետև իմ անունը օտարածին անուն է, առաջարկեցին, որ ինձ անվանեն Արցախ։ Եվ այդ օրվանից ինձ Արցախ է, մինչև ես օրինականացնի այդ հարցը արդեն մոտորապես 2 տարի է։ Երևի նրանք նկատի ունեցել նաև այն հանգամանքը, որ ձեր մայրը Մարտակերտի շրջանի մեջ Շենգյուղից է։ Իմ մայրը Անահիտ Վասիլի Իսրայելյանը Մարտակերտի մեջ Շենգյուղից է, մենք ծնվել ենք, ես եղբայրս, քույրերս ծնվել ենք այդ գյուղում, մեծացել, հետո տեղափոխվել ենք Հայաստան։ Արցախ դուք արդեն մի տարի գտնվում եք այստեղ։ Երևի թե հարցս մի քիչ սովորական ու շարքային է, այնուամենայնիվ ուզում եմ հարցնել, ի՞նչն է ձեզ բերել այստեղ։ Գիտեք ինչ, առաջի հերթին այն զգացումը հողի հայրենիքի ազգի հետ կապող հարցը, երբ մարդ անհատ է իրեն մեջ զգում է այդ կոդավորումը, նվիրվածությունը իրեն հայրենիքին, որ ավելի վեհ է, ավելի մեծ է, քան թե իր անձնականը, իր անհատականը, որովհետև վերջապես ինքը մի բջիջ է այդ ամբողջի։ Եվ երբ ես եկա այստեղ, իմիջիալուց ասեմ, որ դա դաշնակ բժիշկների հավաքից հետո էր, որը տեղի ունեցավ Երևանում, եւ ես դրանից հետո ինքնակամ եւ առողջապահության նախարարության միջնորդությամբ մեր շրջանային հիվանդանոցի գլխավոր բժշկի միջնորդությամբ եկանք մենք Մարտակերտ, եւ այդ օրվանից ես եկա, ես զգացի, որ այստեղ է այն մեծը, այն գագաթնակետը, այն բովանդակությունը կյանքի, ինչ մարդ ապրում է եւ կարող է վերջապես ինքը իրենից գողլնել, ինքը իրեն ինքնաճանաչմանը հասնել, որովհետեւ այն պայքարը, որը կատարում է սա մեր ամբողջ ազգի, մեր հայրենիքի պայքարն է, եւ այստեղ զոհողները մեր զավակներն են, մեր եղբայրներն են։ Եթե այս նեղ ժամանակ յուրաքանչյուր հայ բժիշկ գոնե նրանցից մի մասը չմտածի, չմտահոգվի նրանց առողջության մասին, ապա մենք ինչպես պետք է ձեռք բերենք հաղթանակի վերջը։ Եթե դուք բժիշկ չլինեիք,
ունենայիք մեկ այլ մասնագիտություն, դարձյալ կգայիք այստեղ։ Գիտեք ինչ, երբ պատերազմի բոլոր մասնագիտությունները համարյա պետքական են, պետք են։ Եվ այստեղ ինչ որ մասնագիտության հարց չի, սա այստեղ ելնելը միայն հոգու, պարտքի հայտնելու հարց է, որովհետև եթե որևէ մեկ անգամ որևէ բան չի կարող անել, նրա ներկայությունը ֆիզիկապես այստեղ, որտեղ պետք է ասենք իրեն կանգնած վիճակով 2 մետր հողի տերը լինել, ապա դա հաղթանակ է մեզ համար։ Այո, շուտով արդեն մի տարի է, ինչ Բժիշկ Բունյացյանը, ինչպես ինքն է արտահայտվում, կատարում է իր հոգու պարտքը, իսկ ոմանք այն կարծիքին են, որ դա ընդամենը նրա քմահաճույքն է։ Պատկերացնում եք, Բունյացյանի կինը գնացել էր ամուսնու աշխատավարձը ստանալու և նրան ասել են, թե գործուղման ժամկետը սպառվել է, որ նա իր քմահաճույքով է գտնվում Ղարաբաղում։ Տխուր միջադեպ է, բայց Բժիշկ Բունյացյանը դրան նայում է փիլիսոփայորեն և ուղղակի արհամարհում է այդ փոքր հոգիներին։ Ամենակարևորն այն է, որ ինքը կարողանում է օգտակար լինել մարդկանց, մանավանդ վիրավոր ազատամարտիկներին, բուժել նրանց վերքերը և գործով, և խոսքով։ Ահա թե ինչու բոլոր նրանք, ովքեր գեթ մի անգամ շփվել են նրա հետ, Բժիշկ Բունյացյանի մասին արտահայտվում են միայն հարգանքով ու պատկառանքով։ Արցախ Բունյացյանը մեծ հայ է, մեծ հայ։ Այս ծանր պայմաններում կարելի ասած մի մարդն է, որը ոչ թե մի օրովա, թա մի շեպտո, թա մի ամսովա աշխատում ստեղ, Արցախը առաջի ամենածանր օրերը ստեղ էր։ Եթե ձեր մոտնա ամսի 12-ը հունիսի, և ինքը այդ օրվանից աշխատում էր մեզ հետ, նա եղել է ամեն տեղ, որտեղ եղել է դաշտային հոսպիտալ։ Որպես բժիշկ շատ լավ բժիշկ է, կարելի ասած դարել է զինվորական բժիշկ։ Զինվորական բժշկությունը ունի իրեն տակտիկան և ինքը այդ տակտիկայով շատ լավ աշխատում է։ Մեր ընկերները, բժիշկները, բժշկուհիները, ամբողջ վարորդները ընդունում են Արցախին որպես մի սուրբ, լավ, մաքուր սրտով հայ, մեծ հայ։ Արցախին խնդրում, ասում այ մարդ, քեզ տնից էլ են պահանջում, ուզում են որ գնաս տուն, նոր զանգել են, ասում են ինչ-որ գլխավոր բժիշկն է շատ իրեն ուզում, ասում գնա, մի տես ինչ են ասում, ասում ոնց կարող եմ գնալ, որ հիմա կռովը ամենասթեժ ժամկետն է մտել, հիմա որ պետք է ազատագրենք մեր գյուղերը, մեր մարտակերտը, և չի ուզում գնա, երբեք նա ասած չի, որ ծանր պայման է, ինքը ավելի հասկանելով է, ընդունում է սանդրությունը և նա ոչ մի ժամանակ չի բողոքել, ասել ինչու Ղարաբաղցի օրինակի համար բժիշկը թողել է գնացել Երևան, իսկ ես եկել եմ իրեն տեղ աշխատում։ Նա իրեն հաշվում է որպես հայ և իրեն պարտն է գտնում ստեղ աշխատի։ Դրա համար մենք իրեն շատ ենք հարգում և նման մարդիկ եթե ավելի շատ լինեին և մի քանիսը տենց գոնյա լինեին Ղարաբաղ, ոնց որ ինքն է, մեզ համար շատ հեշտ կլիներ։ Մարտակերտը կմանկա Մարտունի, Հադրութ, Շուշի և շատ է դժվար մենակ մենք մեր ուժերով ամեն ինչը տենց բավարարենք։ Եվ Արցախը մեծ օգնություն է։ Ղարաբաղ ոտք դնելու հենց առաջին օրվանից Արցախ Բունյացյանը օրագիր է պահում։ Նա ամեն օր մանրամասնորեն գրի է առնում կարևոր իրադարձությունները, թղթին հանձնում իր մտքերը։ Պատահում է գործն այնքան շատ է լինում, որ նույն օրը ուղղակի չի հասցնում։ Ոչ մի ազատ րոպե չի գտնում դրա համար։ Հավանաբար երբևէ կտպագրվեն Արցախ Բունյացյանի նոթերը, և մենք, ընթերցողներս, հնարավորություն կունենանք համոզվելու նրա բնատուր այս շնորհքի մասին ևս։ Իսկ այսօր մենք նրան դեռ ճանաչում ենք որպես մարդ բժշկի, մարդ քաղաքացու, մարդ հայրենասերի։
Հավելեմ, որ պատերազմն ավարտվելուց հետո բժիշկ Բունյացյանը բնակություն է հաստատել ազատագրված Բերձորում և ցայսօր շարունակում է կատարել իր մեծ առաքելությունը։ Ինչպես և կարելի էր սպասել, նա իսկապես գրի առավ իր նոթերը և ընթերցողի սեղանին դրեց «Արյունոտ օրեր» եռագրությունը, ապա «Արյան գինը» գիրքը, որոնք այն դժնդակ օրերի ճշմարիտ շարադրանքն են։ Գործերը լավ էին ընթանում նաև Մարտունու շրջանում, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերը գրավեցին շատ կարևոր բարձունք Ուրան լեռը։ Այստեղից ամիսներ շարունակ ազերիները անընդհատ կրակի տակ էին առնում Ճարտարն ու նրա հարևան գյուղերը։ Եվ ահա այդ կրակակետը հայ ազատամարտիկների վերահսկողության տակ էր, ուր էլ այցելեց մեր նկարահանող խումբը՝ լրագրող Նիկոլայ Բաղդասարյան, օպերատոր Բենիկ Ղարախանյան։ Այսօր մարտի 11-ն է։ Մենք գտնվում ենք Ուրյանի բարձունքներում, թե թշնամու ադրբեջանցիների համար և թե մեր երկրապահ ջոկատների համար ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներում բարձունքներում։ Թշնամուց մենք գտնվում ենք ընդամենը 1-ից 2 կիլոմետր հեռավորության վրա։ Ահա տեսեք այդ բարձունքները։ Ինչի համար են կռվում մեր ազատամարտիկները, ինչի համար է արյուն հեղվում։ Սերգեյ, իրոք բոլորն են քաշ գիտակցում, թե ինչպիսի կարևոր բարձունք են պաշտպանում։ Ցավոք սրտի ոչ բոլորը, բայց մեծամասնություն այո։ Ինչպիսի տրամադրությամբ եք այստեղ, հասկանալի է գիշեր ցերեկ այստեղ հսկում եք։ Շատ լավ տրամադրությամբ ենք։ Ուրեմն որ եկել ենք սրում, մեծ տրամադրություն ենք ստեպայելու, քանի որ մենք, ասում եմ, նորից եմ ասում, մեծամասնությունը մենք լավ գիտակցում ենք, ինչ գործում ենք մենք, այսինքն մեր այս հողերի պաշտպանության գործում։ Ուրեմն մեծամասնությունը մենք լավ գիտակցությամբ գալիս է պաշտպանում մեր ոնց ասած մեր փոստում մեր հողը։ Կարծում եմ տղաներ կան, որոնց մասին դու կարող ես
անուն առանուն նշել, ասել նրանց մասին։ Իհարկե կարող եմ տենց էլ կան, այսինքն անազգանով, լավ կլինի, կարող ինձ ունեմ օրինակ մնացականյան սերյան, որը 4 հոգ հետ մնացել է այս պոստում, երբ պահել է այս դիրքը, ունեմ Բաղարամյան Արսեն, ունեմ Աղաջյան Կարեն, ինչպես նաև կան Հարությունյան Վլադիկ, և շատ է։ Աստորեն մարտիկների բարոյ հոգեբանական, այսպես ասած, մոլորոտը բարձր է, նրանք իրոք հասկանում են ինչի համար են կրվում, ինչի համար են արյուն եղում։ Այդքան ամենք են հասկանալի բազային ոք չի կարող ինձ է կրվում, այսինքն խոսքն եմ ազգալի, որ գիտակցում եմ ոչ բոլորը, բայց մեծամասնությունը, այսինքն մեծամասնությունը գիտակցում կրվում այս, մարդիկ կան, որ ես հաստականից բարոյապես թույլ են, դրա մեջ չեն կարող կրվում։ Артур, Կամու։ Վրեժ։ Սևակ, Վրույ, Ռուբիկ։ Բաչիկ, Մուշե։ Տանը քիչ առաջ մենք վերադարձանք պոստից, ձեր տղաների շատերը մնացին այնտեղ, հիմա մեր հարազատներում մենք ինչպես ասում են, այ կոնկրետ այս պահին ինչ եք մտածում, ինչի մասին եք մտածում, յուրաքանչյուրը իր մտածողության մասին, իր մտածումների մասին, թող մեկ-երկու խոսքով արտահայտի։ Նեշ կարելի է մտածել, այսօր ես են մտածում, որ Սերգեյն անդա արդեն այդքանը էիկա արխային եք, որ Սերգեյի դիրքում է, ուք գյումա որ պատրաստին եք միշտ պսայիս, եթե որ մի պենլեին եք վիրան կողպեն։ Խոսքը տակ մեր բանասեր բանաստեղծի։ Ինչ կասեմ, ընդամենը մի բառ ասեմ մեր ժողատի մասին նախ չարտարցիների մասին հակասական կարծիքներ կան, որովհետև ասում են ինչքան շուտ թողնում են պոստերը, այնքան էլ շուտ վերցնում են, ուրեմն իմացեք, որ ինչքան շուտ թողնում ենք, դա ոչ մեր մեղքով է լինում, մեր տղաները մեկ անգամ հաջողվել է դիրքում լինել, եւ թուրքերը արձակվել են եւ 12 հոգով խփել են 2 տանկ եւ 1 BMP-2։ Մնացած դեպքերում բավական շուտ վերցրել ենք, ինչպես ասում են, շուտ թողնողները այստեղ չեն, շուտ վերցնողները հայ տղաներն են, այդ վերցնողները։ Ախնդրի։ Դա մեն դեպքում ճիշտ է, մտածում ենք մեր զոհվածների մասին եւ հիշում ենք։ Ինչ ասենք, ներկա մոմենտում էլ միշտ էլ պատրաստ ենք մեր դիրքերը պաշտպանել։ Դե որը վերնահոյ թողոսիկ լի։ Դե ինչ ասեմ, ես կցանկանամ ասել մեր այս տղաների նման շատ տղաներին, որպես որ ինչ որ մունքն քանում մնացածն էլ անի մեր կարինքլի մեր այս հայ հողը պաշտպանիկ։ Ուրիշ ոչ մի բան։ Ես գրել շուտ վերջանա այս տղեկը սալան պիտի ամուսնա մեկ կեպան ենք հերիք աշխան կռվել ենք դե պատրաստ ենք եթե պետք է շարունակելու մեկ պատրաստ ենք Ուրեմն ձեր մեջ ամուսնացած մարդ չկա։ Ես ինքս ամուսնացած եմ ցանկանում եմ այս տղեկն որ ամուսնանա Ընկերների մասին։ Ես ցանկանում խաղաղություն լինի։ Ուրեմն ինչ տղեկ ասել են լրի համաձայն եմ իրենց հետ
Պրոբլեմները ճիշտական։ Երևի տեղ չկա, գործ չկա, որ պրոբլեմ չլինի։ Բայց ամեն դեպքում պրոբլեմներ լինելով հանդերձ պատրաստ ենք միշտ։ Պրոբլեմները հիմնականում տեխնիկայի առումով, վառելիքի առումով, որ շատ կարևոր է։ Հիմնականում դրանում է կանում ու ամենակարևորը, որ միշտ ես գերադասում եմ ամեն ինչից, որ կարևորներից կարևորն եմ համարում, դա մարդկանց պրոբլեմն է, մարդկանց հոգեբանության մեջ փոփոխություն մտցնելու պրոբլեմն է, այսինքն այն, որ իրանք էլ լրիվ հասկանան, ընդունեն, որ վերջ ինչ կա նրանով պիտի բավարարվենք, միշտ բողոքելով, միշտ լացելով, ոչ մի բան առաջ չենք նի, դրանով ոչ մեկս չենք շահի, ոչ մենք, ոչ, ու դրանով ոչ մեկը մեզ չի օգնի, լացողին ոչ մի դեպքում չեն օգնում, դա օրենք է, ինչ ասեմ, Մի քանի խոսք վերջի իրադարձությունների իրավիճակի մասին ընդհանրապես ինչպիսին է եղել։ Այս վերջերս իրավիճակը մոտապար հանգիստ է, արդեն հագին ժամանակ է, դա էլ պայմանավորված է նրանով, որ եղանակներն են ցուրտ էին, նույն արդեն տաքանում է, տաքանալու հանդերձ դրությունները էլի կտաքանա, դա բնական է, որովհետև մեր դիրքերը հատկապես նենց ստացել որ ես որ գտնում եմ որ շրջանի առումով, շրջանի մասշտաբով, չի բացառում նաև որ մարզի մասշտաբով Երևի ամենալարված դիրքերից են, դրությունները այդ կապված կտականա, այսինքն զուտ կրվները բանակ շատանան, բայց էլի մեկ էլ եմ ասում, ամենակարևորը մնում է մարդկանց պրոբլեմը, մարդկանց հոգեբանության գիտակցության պրոբլեմը, որ մտնի յուղեղները հասկանան, գիտակցեն ու չլացեն ոչ թե զուտ ուղղակի իմաստով, այլ չբողոքեն, հասկանան, որ պետք է բավարարել եղածով, ինչքան հնարավոր է, ինչքան հնարավոր է եղածը, իրենց հնարավորությունները օգտագործեն ու ինչքան հնարավոր է դրանով բավարարվեն։ Պարզավոր ինչքան շատ, այնքան լավ, ինչքան շատ տան, ինչքան շատ վարելիք տան, ինչքան շատ տեխնիկա տան, ինչքան շատ մարդիկ ավելի լավ հասկանան, շատ մարդիկ ավելի լավ հասկանան, այնքան ավելի գործ է ստանալու է։ Որքան ես գիտեմ, ձեր տեխնիկայի մեծ մասը, այսպես ասած, վերցված է, գրաված է թշնամոց, այդպես է։ Դա վարկած շնորհակալ ենք Ադրբեջանի սա կառավարությունից, ամբողջ կառավարությունից, որ համարյա իրանք լրի մատակարարում են տեխնիկայով, այ ինչքան տեխնիկա ունենք, իրացնա, բացառությամբ մի քանիսի, բավարարում են, լրի բավարարում են։ Յավոյք, շնորհակալություն, ձեզ հաջողություն։ Զգացած ենք, երևի տղեկ համարել կարևոր է, որ մի քիչ առաջ մենք խոսացինք, ես որ ասում եմ նշանակություն չեմ տալիս, բայց ինչքան ես նշանակություն չտամ եկել եմ ասում, կան տարբեր մարդիկ, տարբեր agressiv կատեգորիաների, տարբեր գիտակցության տեր մարդիկ, ու ամենը ստիրա մակարդակի, ստիրա աշճանի հասկանում է այդքան է։ Երևի կազդի դա, սա վրա։ Ապրես։ Նոյեմբերի 6-ին օգտան 20 պակաս առավոտեն թուրքերը երկու տանկ մի բեմբե հարձակվանում են դիրքերին եմ, ուքալ 12 հոգավին եկել բենվեցար 15 բարձունքում։ Մին տանկը եկալա իմ կողավս ընցալ, մինչև ընցնել է տանկն տխալանք։ Տանկը ընցալա ես մնացան վաղնդակին։ Մհգերքս եկալան 3 հոգավ, դուս կալա վաղնդական, ոչմ թուրքեն պեխոտ ուժի առաջ կնայս են, չասա մինչև 50 մետր են իրա։ Բայց մի տանկ մի բեմբել մեր դիրքին կմկին են լավ։ Jedan վաղնդական որ դուսին կալալ խոյքը միկա դուխան գացն լավ, ոչմ որ դուսին կայք դասան թամարացում, նե ոչմ դուսին կալալ քեցանք մի տանկն էլ տխալ։ Տանկը տխալը, բեմբե դվան տխալանք, մինչև մի տանկը տխելի բեմբեն լրիվ նիա կացավ։ Հալվերա, լի մաչին, էկիպաժ բենի մաչին հալվերա։ Ընցալանք եմ միանգինը 10 մետր անտեղ մի տանկն էլ։ Տանկն էլ տխալ, ցալ կամակը դիրքը երկայել։ Ինքան է պեխոտել, ոչմ սպանալ, դիրքը ապահովալալի։ Աստորեն այդ նույն օրը երկու տանկ մի հատ բեմբե։ Հա, նույն օրը երկու տանկ մի բեմբե դվային տխալ։ Էդնան մեր կես ջոգատան կեսն էլ, էլա արծիվան ասում այդ պոստումը։ Դրան իրել մի տանկը եկալ, փախալա, դե հաջողվալա փախալա, բայց էլա դիրքը պահվալա մեր ջոգատան։ Ուրեմն մստված էլ առաջադրանք ազատագրել Գյորգ Քավանը մեծ բաղեր էլի քանա սոտկան եղոնել։ Մունք հետորը հասան բոչորոտավ
հարցակվանք կարելի ասած մեր վղեր ազատագրելու հետ գերիկայել մեր ալիբալի տեղամասոն ամբողջ հողամասերը ումած առաջադրանք հատված առաջ կենել մինչև Գևորգավան զավոդը ունդեղ դիրքավորվել ազատագրելով առաջ կացալ շարժվանանք այդ մոմենտին արդեն մեր մարտուն գումարտակը արդեն Գևորգավան ասարը եկայլացալ արդեն Ոչմ որպես իրանք արդեն հանգստանամունք պիտի տեղ դիրք բռնենք ու պահեինք առաջ կացալ մեր տանկավ բարձնալ ժամանակ ունդեղ արդեն հաշվարանք վեր արդեն ավարտված է ամեն ինչ բրծած է ասանք վնավ քինիկ մնացալ 150 մետր լի մոտավորապես վեր հասնենք տեղ արդեն բարձունքը տված առաջադրանք կարողացանք մենք վնավ քշացալանք տանկան այդ լող կատարալը մուքինիս ինքլա տանկավը մեր տերքին հատ տանկից քշացալանք ու սկսալ վնավ բարձրանալ է ես ինձ սոցիալ գրանտամյոտն թողած ալի պիտի վերցնենք երկու հոգայից քշացալım գրանտամյոտը վերցրալ ու առաջ քինիս տեղ մոմենտ վզրով սկացալ ունդան տղերքից մինը չիմանալ ավաս գրադնա այդ մոմենտին տղերքը ամբողջ սարավ շաղը եկալ այդ մոմենտ տանկը տրակալա ոչմ տանկը տրակալա որ վազնտուալ անգալն այդ մինի մկյաշ սաչկվերտը մինի դաշտա մինի դաշտն անգալ ամենից սկսալա Ստորեն լրիվական ապատված է եղել պատված է ամբողջ տարածքը ու տեղ 2 հատ վզրիվ է Վեշին բեմ պենչիկլեր ալ գիտակցալ չկվերտա հիշվեր կարող ապտայ տեղ էձիվի մինը պատածին ու հետո իմացանք որ չկա մեր վաշտի հրամանատարը Մուսայլյան Սլավիկը Բաբալյան Ռոմիկը Մուսայլյան Համլետը Սաղեյան Հովիկը Ավանեսյան Վրեժը Պետրոսյան Արթուրը հետո Շահնազարյան Կամոն մեր տղերքից 8 հոգի ու 6-ն էլ վիրավոր միանգամից հետո մենք տղերքին վերցրել ու տղատ բերանանք հիվանդանոց այդ ժամանակ արդեն որպես շատ հոգնած ենք լալ որպես այդ բարձունք պահվե հանձնարարված էր Կրասնի բզարա տղերքին որպես պահվե Հարավոտը լսել ենք, որ արդեն բարձունքը տված արվել ես էլ կոնկրետ դեղ չմել է, որպես ես այդ մանրամասը պատմում ձեզ մեր պոստերը մուտների ամրապնդում ենք աշխատանք կատարում ապրամտման համար նոր դիրք կտերալ ականապատ ալանք լրիվ դիրքերի առաջը այնպես որ ապահով ենք զգուլի մաս այդքան պետ տղեկ տողրանց դուխորեն են հազար անունց որ լյալիկն ասում Սովորական օր էր էլի մեզ համար կռվակռով ենք անում խաղ կյանքով ապրում ենք Հավանաբար մեր հեռուստադիտողները նկատեցին, որ մենք շատ սահուն ոտք դրեցինք մարտամիս, այսինքն արդեն գարուն էր 1993 թվականի գարունը, սակայն պատերազմ էր և մենք գարնան գույներով ու բույրերով հիանալու ժամանակ չունեինք։ Կհանդիպենք։